Իսկ ձեր սեփական ընտանիքից կպատմեք իմ կողմով, իհարկե կպատմեմ։ Բնականաբար ես էլ ամուսնացել եմ, ունեմ իմ ընտանիքը, իմ երեխային, երկար տարիներ եմ երազել, որ առաջնեկս միշտ լինի աղջիկ եւ աղջնակ էլ ծնվեց, գեղեցկուհի հրաշք անձնավորություն, ամուսնացել եմ սիրելով, երեխային ունեցել եմ սիրով, ունեցել եմ իմ մոտ իմ սիրելի անձնավորությանը, բայց ժամանակի ընթացքում այնպես է ստացվել, որ տարաձայնություններ շատ են առաջացել, միգուցե սերը ինչ որտեղ կամաց-կամաց արդեն անհայտացել է, զգացմունքները մարել են իմ կողմից հիմնականում, ես չգիտեմ ամուսինս ինչպես նախկին, բայց իմ մոտ այդպես է ստացվել։ Ես միշտ երազել եմ ունենամ ընտանիք, իհարկե չբաժանված ընտանիք, չկիսված ընտանիք, որ երեխան միշտ լինի մայրիկի եւ հայրիկի մոտ, ինչպիսին իմ անձնական ընտանիքն է, որում հիմա ապրում եմ, բայց ցավոք սրտի այդպես չի ստացվել։ Աղջիկս արդեն մեծ է, 22 տարեկան, բավական հասուն աղջիկ է, նա էլ արդեն իր ընտանիքը կամաց-կամաց կառուցում է, այսպես ասած, ունի հետագա պլաններ։ Ես երջանիկ մայր եմ ինձ համարում ոչ միայն, այլ նաև երջանիկ կին, անկախ ամեն ինչից, ունեմ ամուսին մոտս թե չէ, երջանիկ եմ այն առումով, որ ունեցել եմ եւ ունեմ այն ամենը, ինչ որ երկար տարիներ շատ մարդիկ միգուցե երազում են։ Շատ կուզեի ունենայի նաև երկրորդ բալիկիս, բայց այնպես ստացվեց, որ կիսատ մնաց իմ ցանկությունները կիսատ մնացին։ Այսքանը իմ աղջիկն էլ արվեստի մարդ է, շատ հետաքրքիր անձնավորություն է, շատ խելացի, շատ կիրթ, հիասքանչ արև բալիկ ունեմ, որը որ բնականաբար այդպես էլ պետք է լիներ։ Շնորհակալ եմ մեկնաբանության համար։